Ինչու է քննչականն արշակարքեպիսկոպոսին վերագրվող ինտիմ տեսագրության փորձաքննության եզրակացությունը տրամադրել երրորդ անձի։ Փաստաբանի խոսքով իրենց դեռ չեն ուղարկել եւ միայն այսօր օրվա վերջում քննչականը ազատությանը փոխանցեց, որ ուղարկել են Արսեն Բաբայանի էլեկտրոնային փոստին։ Արսեն Բաբայանն այս ամենը մարդու իրավունքների խախտում է որակում։ Այդ ոնց է ստացվում, որ Արշակ Սրբազանի օրենքով սահմանված կարգով չեք իրազեկում, չեք տալիս իր իրավունքներից օգտվելու հնարավորություն, բայց նախադեպը չունեցող մի երևույթ եք իրականացնում, մասնավորապես ուղարկում եք լրիվ այլ անձի այդ փորձաքննության եզրակացությունը, որպեսզի ինչ անի։ Դա հո մասնավոր ընկերություն չի, որ փորձաքննություն պատվիրած լինի, դա քրեական վարույթի շրջանակներում իրականացվող քննչական վարույթային գործողություններ է։ Սրբազան գնաշարունակի իր քեռուդ կնգան դոմփել։ Վարչապետ Փաշինյանի այս գրառումից ամիսներ անց համացանցում հայտնվեց մի ինտիմ տեսանյութ, որը վերագրվեց Արշակ Սրբազանին։ Բարձրաստիճան հոգևորականը շտապեց հերքել. «Ես չեմ կադրերում», ասաց, չի խախտվել իր անձնական կյանքի գաղտնիությունը, բայց քննչականը քրեական գործ հարուցեց հենց այդ հոդվածով ու մինչև հիմա էլ փորձում է պարզել հենց այդ հարցը։ Արշակ Սրբազանը հրաժարվել է քննչական գնալ ծանոթանալու, ինչպես ինքն է պնդում, ոչ օբյեկտիվ եզրակացությանը։ Սա ընդհանրապես քաղաքական պատվեր է եւ իրավապահ համակարգը եւ արդարադատության մարմինները ակնհայտորեն տեսանելիորեն սպասարկում են քաղաքական իշխանության շահերը։ Ինտիմ բնույթի տեսանյութի եզրակացությունը երրորդ անձին փոխանցած քննչական կոմիտեն հրաժարվել է ազատության հարցին պատասխանելու հայտնել։ Արդյոք իր քննիչները պարզել են, թե ով է իրականացրել գաղտնի տեսաձայնագրությունը եւ ով է այն տարածել։ Արդյոք հեղինակներին գտնելու ուղղությամբ քայլեր ձեռնարկվել են։ Այս հարցերի պատասխանները, ի տարբերություն տեսանյութի փորձաքննության արդյունքի, իրավապահները որակել են հրապարակման ոչ ենթակա նախնական քննության տվյալներ։ Քննչական կոմիտեն իր գործունեությունը իրականացնելուց այլ թվում որոշակի տեղեկություններ տալուց ղեկավարվում է տեղին մամուլի կանոններով։ Ինչ են անում իրանք։ Իրենք քննությունը չեն անում օբյեկտիվ ճշմարտությունը բացահայտելու համար։ Քննչականն անցած շաբաթ հայտարարել էր, թե ինչու է եզրակացությունն ուղարկել եկեղեցականներին։ Վկայակոչել էր օրենքի մի դրույթ, որով եզրակացությունն ուղարկվում է շահագրգիռ կողմին կամ էլ այլ անձի, որի իրավաչափ շահերին առնչվում է փորձաքննությունը։ Բաբայանն ընդգծում է, այդ կողմը իրենք են, ոչ թե երրորդ այլ անձինք։ Ընդ որում Մայրաթորն արդեն հայտարարել է, որ տեսանյութի հարցով ստեղծված եկեղեցական հանձնախումբը չի դիմել քննչականին, որ ստանա այդ փաստաթուղթը, իսկ եզրակացությունը ստացած հանձնախմբի առանձին անդամը այն ձեռք է բերել օրենքի ակնհայտ խախտումով։ Եզրակացությունն էլ սպառիչ եւ լիարժեք չէ եւ չի կարող արժանահավատ հիմք ծառայել։ Ինֆորմացիայի ազատության եւ անձնական տվյալների պաշտպանության մասնագետ Շուշան Դոյդանը կարծում է, քննչականն ինքն է խախտել քաղաքացու անձնական կյանքի իրավունքը։ Իրավապահ մարմինը փորձագիտական փորձաքննության արդյունքները ներկայացրել է, ուղարկել է այս գործով չանցնող գործի հետ որևէ առնչություն չունեցող երրորդ անձի հավանական խախտում թույլ տալով անձնական կյանքի գաղտնիության իրավունքի։ Մայրաթորի դիվանապետի փաստաբանն այս բոլոր խնդիրներից հետո պնդում է, որ քննությունը չի իրականացվում արդարադատության հասնելու համար։ Ամեն ինչը տարօրինակ է այս վարույթում, որովհետև ի սկզբանե գրվել է այլ նպատակով, այլ սցենարով, այլ մարդու կողմից։ Փաստաբան Արսեն Բաբայանի խոսքով, քանի որ քննչականն անձնական կյանքի գաղտնիության խախտման հոդվածով է քննում գործը, որոշեց պարզել ով է տեսանյութում։ Ի վերջո փորձագետները հաստատեցին, ինտիմ կադրերում հենց կուսակրոն հոգևորականն է։ Ընդ որում փորձագետներն աշխատեցին շատ արագ, կեսօրում հանգելով այդ եզրակացության։ Փաստաբանին զարմացրել է այս արագությունը, քանի որ այլ գործերով տեսագրությունների փորձաքննությունները կարող են ձգվել կես եւ ավելի տարի։ Ստացվել է եզրակացությունը այն էլ կեսօրում, որովհետև առնվազն ժամը 6-ին աշխատանքը ավարտվում, փորձագետները դժվար դրանից ավել մնային, իսկ ժամը 9-ին ասում, մինչև կայացվել, ուղարկվել եւ այլն։ Այսինքն նույն օրը նշանակվել է եւ նույն օրը ստացվել է եզրակացությունը։ Ըստ Բաբայանի խախտումներից մեկն էլ այն է, որ իրենց պարտավոր էին տեղեկացնել փորձաքննություն սկսելու մասին, իրենք էլ կարող էին իրենց փորձագետին առաջարկել։ Ավելին, փաստաբանն ինքը կարող էր մասնակցել այդ գործողություններին, հարցեր տալ մասնագետին, բացառք հայտնել նրան եւ այլն։ Մի կարևոր խնդիր էլ կա, ասում է փաստաբանը։ Հարցաքննության ժամանակ Արշակ Սրբազանը պնդել է, որ գործը քննեն ատելություն թշնամանք տարածելու, ոչ թե անձնական կյանքի գաղտնիությունը խախտելու հոդվածով։ Առնվազն վարկածը պիտի քննվի ատելություն թշնամանք տարածելու իմաստով։ Ինչու է քննիչը շարունակում քննել ու փորձել պարզել չի խախտվել արդյոք բարձրաստիճան հոգևորականի անձնական կյանքի գաղտնիության իրավունքը, եթե Սրբազանն ի սկզբանե հակառակն է պնդում։ Քննչականից հակադարձում են։ Ինչ հոդվածով հաղորդում են ստացել, այն հոդվածով էլ նախաձեռնել են վարույթը։ Իսկ ատելություն թշնամանք տարածելու մասին կասկածներ իրավապաշտպան Դանիել Յոհաննիսյանի հաղորդման մեջ քննիչը չի տեսել։